Իրականում ովքեր են կանգնած քննչական կոմիտեից $590,000 հափշտակության հետևում։ Փաստաբանները չեն հավատում, թե նախաքննության թիվ 1 կառույցից այսպիսի խոշոր չափի գողությունը կազմակերպված լինի միայն վարչության պետի մակարդակով։ Նման մեծ գումարը ֆիզիկապես պահելը եւ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշիվ չմուտքագրելը առնվազն ենթադրում է պետի հետ համաձայնություն, պետի հետ, պետի հետ, դատախազ, ավագ դատախազ, գլխավոր դատախազ։ Հակակոռուպցիոն կոմիտեն էր հանրային հեռուստաընկերությանը հայտնել, որ աղմկահարույց գործով 2 մարդ է կալանավորվել, որոնցից մեկը քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետն է։ Արդյոք նախաքննության այս ամենատակ փուլում դեմքով մեղադրյալին կարելի է H1-ով ցուցադրել։ Էլ ուր մնաց այդ անմեղության կանխավարկածը։ Ալեքսանդր Կոչուբաևի տպավորությամբ արագ-արագ 2 մարդու կալանավորելով քննչական կոմիտեն ուզում է կոծկել այս խայտառակությունն ու հանրությանը ցույց տալ, որ ամեն ինչ վերահսկում են, որ մեղավորներին պատժում են։